Հրավիրում եմ ձեզ ձեր աստվածաշնչները դարձնեք Սաղմոս 57-ը. Please turn your Bibles to Psalm 57. Սաղմոս 57-ը. Սա Տիրոջ խոսքն է, this is God's word, so take it as such. Ողորմիր ինձ, ով Աստված, ողորմիր ինձ, որովհետև քեզ է հուսացած իմ անձը, և ես քո թևերի շուքին կհուսամ, մինչև որ չարիքն անցնին։ Ես բարձրյալ Աստծուն եմ կանչում, այն Աստծուն, որ ինձ բարի է անում, նա կուարգե երկնքիցը և կփրկե ինձ, նա ամոթ կանե նրան, որ ուզում է ինձ կուլ տալ, սելա։ Աստված ուղարկում է իր ողորմությունն ու ճշմարտությունը, իմ անձը առյուծների մեջ է, ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մեջ, նրանց ատամները նիզակ ու նետ են, նրանց լեզուները սրած թուր, բարձրացիր ով Աստված երկնքի վրա, քո փառքը ամեն երկրի վրա լինի, որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար, իմ անձը խոնարհված էր, փոս փորեցին իմ առաջին, և իրենք ընկան մեջը, սելա։ Սիրտս պատրաստ է ով Աստված, սիրտս պատրաստ է, երկով կորտնեմ և սաղմոս կասեմ, զարթնիր իմ փառք, զարթնիր սաղմոսարան և քնար, ես կզարթնանամ կանուխ առավոտանց, կգոհանամ քեզանից Տեր ժողովուրդների մեջ, սաղմոս կասեմ քեզ ազգերի մեջ, որովհետև քո ողորմությունը մեծ է մինչև երկինքը և քո ճշմարտությունը մինչև ամպերը։ Բարձրացիր ով Աստված երկնքի վրա, քո փառքը ամեն երկրի վրա։ Ամեն։ Մտի ունենանք, որ այս սաղմոսը Դավիթը գրեց, երբ որ Սավուղի երեսիցը փախչել էր և քարանձավում էր գտնվում։ Աղոթենք։ Փառք մեր Տերը քո խոսքիդ համար և հիմա աղաչում ենք, որ քո հոգիովդ այցելես մեզ, ուղես մեր խորհուրդները, խոսքերը, միտքը, մտածողության կարողությունը և մեզ հատուկ քո խոսքի ճշմարտությունը հասկանալու կարողություն և ըմբռնելու և դրան գործադրելու զորություն պարգևես, որպեսզի ոչ թե միայն գրվածը հասկանանք, այլ խոսքդ հասկանանք, քո կամքդ հասկանանք, քո խոսքիդ մեջ մեզ փոխանցված պատգամը հասկանանք և դրա համեմատ ապրենք և վարվենք և քեզ փառք բերենք։ Քո կամքդ կատարվի երկրի վրա ինչպես որ երկնքումն է, իբարս քեզ։ Ամեն։ Այսօր այս սաղմոսի վրա հենված և կալ անգամ Տերը կամի, պիտի խոսենք հավատքի օրհնության մասին, the blessing of faith, հավատք ունենալու երջանկության մասին, հավատք ունենալու բարիքը, որ վայելում են հավատացյալներ և այն, որ անհավատներ չունեն։ Նախ այս անգամ նկատի պիտի առնենք հավատքի օրհնությունը այս կյանքի ընթացքում և Տերը կամի Սաղմոսի երկրորդ բաժինը նկատի պիտի առնենք հավատքի օրհնությունը, the blessedness of faith մեր ապառնի կյանքում, հավիտենական կյանքում։ Ինչպես այս սաղմոսին նախորդող սաղմոսները, այս սաղմոսն էլ կարդալիս անդրադառնում ենք, որ ոչ թե միայն ունի իր անմիջական immediate իմաստը, immediate meaning, Դավիթի կյանքի մասին է խոսքը, այլ դրա հետ նաև ունի հեռավոր իմաստ, prophetic meaning, Հիսուսի մասին է խոսքը, Քրիստոսի և Քրիստոսի եկեղեցու մասին է խոսքը, մեր մասին է խոսքը։ Այս սաղմոսը իր գրական ոճով երկու մասի է բաժանվում, we can divide this in two։ Առաջին բաժնում Դավիթի կրած նեղություններն ենք տեսնում, նրա վրա բարձրացած հալածանքն ենք տեսնում,
Նրան սպառնող վտանգներն ենք տեսնում, ինչ որ տեսանք սրանից առաջ մի քանի ուրիշ սաղմոսների մեջ։ Նաև այս սաղմոսի որպես նախաբան, ինչպես կարդացինք, տեսանք, որ Դավիթը մի քարայրում էր գտնվում, այդ քարանձավի մեջ պատսպարվել էր, ապաստանվել էր եւ բացատրում է, թե իր անձը խոնարհված էր, այսինքն ցածրացած վիճակում էր. he was a disadvantageous condition. Մտել էր մի քարանձավի մեջ, որպեսզի իր թշնամի եղող Սավուղը իրեն վնաս չհասցնի. So there wasn't much he could do. Խոնարհված վիճակում էր, ցածրացած վիճակում էր, մեր խոսքերով անճար վիճակում էր, փակված վիճակում էր։ Երկրորդ բաժնում Դավիթը Աստծո փրկարար բազուկին է վստահում եւ թեպետ իր անձը վնասողների այդ բոլոր վտանգներից եւ սպառնալիքներից ինքը քարայրի մեջ էր պահվտել, սակայն այդ բոլորով հանդերձ Աստծո փրկության եւ ողորմության եւ շնորհալի ազատության վրա հավատում էր, վստահել էր, ապավինել էր. he was trusting God for his rescue. Եվ այդ էր իր ապագայի հավատքի օրհնությունը, որ անմիջական իմաստով Դավիթը վայելում էր, Դավիթը հույս ուներ, Դավիթը մխիթարված էր, հուսահատված չէր եւ զորանում էր նույնիսկ երբ որ իր պարագաները նեղ էին։ Այս սաղմոսը մեզ համար մի գեղեցիկ եւ կարեւոր հիշեցում է եւ դաս է, որ մենք էլ Դավիթի նման որպես Քրիստոսի ժողովուրդը նույնիսկ երբ որ այս կյանքի ընթացքում նեղ, ցավոտ, նախատված, վտանգված եւ սպառնալիքներով լեցուն կյանք էլ եթե փորձառություն ունենանք, մենք կարող ենք, մեզ համար հնարավոր է, որ դրանց միջովն անցնելիս մեր Աստծո վրա ունեցած հավատքով զորանանք, հաղթահարենք մեր առջևը եղող դժվարություններին, մխիթարվենք, սփոփվենք, հուսադրվենք եւ այսպիսով այս հավատքով տրված պարգևի օրհնությունը նույնիսկ նեղ պարագայում վայելենք, ինչ որ անհավատներ չունեն։ Նաև որպես հերավոր եւ ապագայի պատկեր։ Իր մարգարեական իմաստով, այս սաղմոսը հղի է այդ պատճառով։ Այս պատկերաբանական իմաստով լեցուն է, բեղուն է։ Մարգարեական իմաստով Աստծուց տված հավատքի օրհնությունը վայելենք, երբ սաղմոսը սերտելիս անդրադառնում ենք, թե մեր ապագայի ունեցած հավատքի բուն էությունը, հիմքը, the underpinning, բոլորը դրված է Տիրոջ վրա, Հիսուսի վրա, ով իր երկնային փառքը մեկ կողմ դրած այս աշխարհ իջավ, մարմին առավ, մարդկային կյանքի փորձառությունը եւ այն ճշմարտապես մարդկային բնություն իր վրա առավ եւ աստվածաբանական լեզվով ասում ենք խոնարեցավ, այսինքն խոնարեցման ընթացքը սկսեց իր կյանքի մեջ, ով ամենաբարձր էր իջավ, ով ամեն բան ինքն էր ստեղծել, ստեղծվածի պես ապրեց, ով ամենահարուստն էր, ամեն բան իրն էր, աղքատացավ, մինչև որ ինքն ասեց, մարդի որդին իր գլուխը դնելու տեղ անգամ չուներ։ Եվ այդ անելով, այս աշխարհի վրա ճշմարտապես truly human life մարդ կյանք ապրեց, բոլոր ցավերին տեղյակ եղավ, ասում է Աստծո խոսքը, իր ողջ կյանքում, որ շատ երկար չէր, մենակ 33 տարի էր, նախատվեց, հալածվեց, ծեծվեց, թքվեց, մտրակվեց, ապտակվեց, ծաղկվեց,
Այն էլ հետո մեռավ, այն էլ խաչի վրայի անտանելի մահով, եւ հետո քարայրի մեջ նրան թաղեցին. Isn't that interesting? Որ Դավիթն էլ քարայրի մեջ էր պահվտում։ Հիշում եք Հիսուսի գերեզմանը Հովսեփ Արիամաթացի համար էր փորված քարիցը. It wasn't by a chance or an accident. That was a prophetic word coming through. Հիսուսին այդ քարի մեջ փորված քարայրի մեջ թաղեցին. Հիսուս ոչ թե միայն իր կյանքով, նաև իր մահով, իր թաղումով, իր հարությունով եւ իր ամբողջ էությամբ բոլոր Աստծո խոսքը եւ մարգարեությունները կատարեց, նույնիսկ իր թաղումով։ Որ մարդիկ էր որ թաղեցին իրեն, ինքը իրեն չթաղեց։ Բայց Աստված իր խոսքը կատարեց Հիսուսի բոլոր կյանքի մեջ։ Դրա համար նա մեծ քահանայապետն է, մեր ուղարարն է, որը ամբողջ Աստծո խոսքը կատարեց։ Դրա համար է որ կարողանանք Հիսուսին վստահենք, հավատանք եւ այդ մեր հավատքը մեր ապագայի ունեցած կյանքի օրհնությունն է. It's basis of our joy and blessedness. Նա իր հաղթական հարությամբ մեղքին հաղթեց, մահին հաղթեց, գերեզմանից դուրս եկավ, մեռելներից հարություն առավ, իր հավիտենական եւ գերաշնորհ գահի վրա բազմեց, այնտեղ Աստված իրեն թագադրեց որպես թագավորած, նրան անուն տվավ որպես Տեր, Lord, որ ամեն անունից վեր է, որ Տեր Հիսուսի ոտերի առաջին ամեն մարդ, ամեն էություն, ամեն ինչ պիտի խոնարհվի եւ բացականչի եւ դավանի ասելով թե Հիսուս Տեր է հոր փառքի համար Փիլիպեցիս Ուրեմն մեր այս հարուցյալ հաղթական Տերը Դավիթի կյանքի նմանության միջոցով նրա կյանքի մարգարեության իմաստով մեզ այսօր սովորեցնում է որ մեր հավատքը ոչ թե միայն այս կյանքի համար է գործնական եւ productive եւ useful այլ նաեւ մեր հավիտենական բոլոր կյանքը եւ դրա օրհնությունը հիմնված է այդ հավատքի մեջ եւ մենք կարող ենք հիմիկվանից այդ հավատքի օրհնությունը ապագային նայելով վայելել որպես հավատացյալներ երկրի վրա երկնային կյանք ապրել That's possible for us նույնիսկ երբ որ քարանձավի մեջ ես որովհետև այդ նույն Տերը այդ հարուցյալ հաղթական Տերը այդ իր հավիտենական հաղթությունը տանելով բարձրացավ եւ այդ բարձրացման մեջ նաեւ բարձրացնում ու բարձրացնելու է մեզ հարությունը տալու մեզ երկնային կյանք է տալիս նրանց ովքեր հավատում են վստահում են ապավինում են Հիսուսին դրա համար է որ Տերն ասեց ինձ հավատացողին ես կյանք եմ տալիս եւ ել ավելին ով որ ինձ հավատա հավիտենական կյանք կունենա, ասեց Տերը։ Ես եմ երկնքից իջած հացը, ասեց։ Ով որ ինձ ուտի հավիտյան չի մեռնել։ These are all pictorial explanations. Պատկերաբանական բացատրություն է, որ մեր այսօրվա Տիրոջ վրա ունեցած հավատքը it's a real thing. It has real blessings. Իրական եւ ճշմարիտ օրհնություններ ունի իր մեջ։ Այն է մեր հավատքի երջանկությունը։ Դրա համար Դավիթ մարգարեական հոգիով երգում է եւ բարձրացնում է Աստծուն, ասում է բարձրացիր ով Աստված բոլոր երկրի վրա։ Քո փառքը ամեն տեղ թող տիրի։ Ուրեմն այս պատճառով Այս սաղմոսը ընդհանրապես զատկվա կամ ավելի ուղիղը հարության կիրակի օրվա ընթացքին են երգում, որտեղ Հիսուսի հարության մասին է ճիշտ ասած։ Բայց այսօր մենք մեր հավատքի օրհնությունները պիտի ստանանք այս սաղմոսի հիման վրա, անցնելով առաջին համարից
Առաջին բաժինը այսօր պիտի սերտենք։ Առաջին համարի մեջ Դավիթը այդ քարանձավի մեջ բռնված վիճակում, ցածրացած, ներփակված վիճակում, սահմանափակված վիճակում Աստծուն աղաչանք է բարձրացնում եւ ասում է ողորմիր ինձ ով Աստված, ողորմիր ինձ, որովհետեւ քեզ է հուսացել իմ անձը եւ ես քո թևերի շուքին կհուսամ։ Տեսնում եք անցյալը եւ ապագան։ Մինչև որ չարիքն անցնին։ Այս համարում Դավիթի աղերսը շատ նման է Սաղմոս 51-ին եւ 56-ին, որ մի քանի շաբաթներ առաջ սերտեցինք։ Բայց այստեղ այս խնդրանքը շատ ավելի շեշտակի է։ It's more pronounced. Ավելի ուժգին է։ It's forceful. Ներկայացնելու համար Դավիթը իր այդ շեշտը երկու անգամ ասում է ողորմիր ինձ, ողորմիր ինձ։ Ինչու ասում ողորմիր ինձ, որտեղ ողորմելի վիճակում էր։ Քարանձավի մեջ էր բռնվել։ Ձեզ էլ տնենք այդ քարանձավի մեջ 5 րոպե չեք դիմանա։ Անմիջապես Wi-Fi կփնտրեք։ Իսկ այս նախադասության մեջ ասում է քո թևերի շուքին կհուսամ։ Նախքան կհուսամ ապագային, նա նաև ասեց, որովհետև քեզ է հուսացած իմ անձը։ Երբ կարդում ենք քեզ է հուսացած, սա ցույց է տալիս կատարյալ անցյալ վիճակ։ Երբ ասում ենք ես քեզ եմ հուսացած, այսինքն անցյալին քեզ ապաստանել եմ եւ շարունակում եմ այդ վիճակս։ Բայց այդ անելով Դավիթը չի բավարարվում։ Շարունակելով ասում է թե ես նաև քեզ կհուսամ, I will քեզ կհուսամ ապագային։ Ցույց է տալիս մեզ համար հավատացյալներից, ովքերս մեր փրկության հավիտենական կյանքի վստահությունը դրել ենք Հիսուսի վրա, հուսացել ենք, փրկվել ենք եւ գիտենք, որ երկինքի ճամփորդ ենք եւ հաճախ այս կյանքում դժվարություններից ենք անցնում, այդ մեկ անգամ ընդմիշտ ապավինության հիման վրա, որ հուսացած ենք, մենք կարող ենք Դավիթի պես երգել եւ ասել. ով Տեր, ողորմիր ինձ, որովհետեւ քո թևերի շուքին կհուսամ, պիտի հուսամ, կհուսամ իր եբրայեցերեն լեզվով, եղանակային, քերականական իմաստով, in his grammar, նշանակում է I will continue to have my hopes upon you, or քեզ վստահելով, քեզ ապավինելով։ Կշարունակեմ իմ վստահությունս, պիտի շարունակեմ քեզ ապավինությունս։ Թեպետ հուսացել եմ, բայց այդ մեկ անգամով ես չեմ բավարարվում։ Անցյալի մեկ արարքը թեպետ ինձ արդարացրել է, բայց ես այդ արարքի օրհնությունը եւ այդ հավատքը շարունակական ամեն օր քեզ կհուսամ, վաղն էլ կհուսամ, մյուս օրն էլ կհուսամ, ինչ էլ որ կա կհուսամ։ Քո թևերի շուքին կհուսամ։ Աստվածաշնչի մեջ Աստծո շուքը, Աստծո թևերի շվաքը պատկերաբանորեն, pictorially, ցույց է տալիս Աստծո խնամարարությունը, his providence, իր հոգատարությունը, իր տնտեսությունը, his management of our life, իր ապահովությունը, իր պաշտպանությունը, իր պահպանությունը, the protection of his divine care for us. Քո թևերի շուքի տակ Սաղմոս 91:1-ի մեջ Տիրոջ խոսքն ասում է բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շվաքի տակ է հանգստանում։ Երեք մենք մեր երիտասարդների հետ ծովեզերքն էինք եւ շատ լուրջ արև կար։ Բայց մենք մի շվաքարան տարինք մեզ հետ 4 ոտով։ Եվ շվաքարանը դրինք եւ ես ամբողջ օր այդ շվաքարանի տակ էի։ Որտեղ որ շվակը գնում էր, ես էլ պահվոտում էի այդ շվակի տակ։ Ճիշտ Սաղմոս 91-ի պես։ Ինչու՞ որտեղ արևը պիտի վառեր ինձ, եթե շվակի տակ չմտնեի։
Այստեղ էլ Դավիթ ասում է, բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը, Աստծո հոգատարության ներքև, նրան հավատացողը, նրան ապավինողը, նրան վստահողը, իր կյանքը նրա ձեռքերի մեջ նվիրողը եւ հանձնողը։ Ասում է ինչ, հանգստանում է։ Դավիթն ասում է, ես Աստծո խնամարարության եւ պաշտպանության ապավինելով իմ կյանքս անց եմ կացնելու օր հիմա անցյալում, ներկայում եւ ապագայում։ Քո թևերի շուքի տակ կապաստանեմ կամ կհուսամ։ Ինչու՞։ Մինչև երբ։ Նայեցեք, ասում եմ, մինչև որ չարիքն անցնին, նկատի առիք անցնել բառի հոգնակի է։ Չի ասում չարիքը անցնի, չարիքը անցնին։ Ինչու անցնին։ Որտեվ չարիքը 1 ու 2 չի։ Որտեվ նեղությունները մեր կյանքի մեջ մի անգամ չեն պատահում։ Որտեվ մի օր չէր, որ հանկարծ քարայրի մեջ գտնվեցինք եւ հիմա ամեն բան վարտակույն է։ Ոչ։ Մեր ծնված օրից մինչև մեր վերջին օրը բազմաթիվ նեղություններ կան, բազմաթիվ քարայրանման վիճակներ կան, բազմաթիվ սահմանափակություններ կան։ Մենք սահմանափակ ենք։ Նրանք շատ կարող են լինել, երբեմն շատ, երբեմն քիչ, բայց բոլորն էլ կանցնին։ Բոլորն էլ անցողական են, բոլորն էլ ժամանակավոր են, ուրեմն չի արժում, որ մենք մեր կյանքը այդ քարայրով զբաղեցնենք։ Թեպետ քարայրի մեջ կարող ենք լինել։ Երկրորդ համարի մեջ Դավիթը քարայրի մեջ էր եւ ասում է, ես բարձրյալ Աստծուն եմ կանչում, այն Աստծուն, որ ինձ բարիք է անում։ Really, Դավիթ։ Եթե Աստված քեզ բարիք է արել, բա դու ինչու ես քարայրի մեջ։ Մեզ հարցնողներ շատ կան այդպես։ Եթե դուք հավատացյալ եք, բա ինչու է վատ բաներ պատահում հավատացյալներին։ Ինչու են հավատացյալներ կենսեր բռնվում։ Ինչու Աստված հավատացյալներին չի բժշկում։ Ինչու է վատ բաներ պատահում հավատացյալ ընտանիքներին։ Մահ պատահում, ակսիդենտ պատահում, ցախողություն պատահում, ինչ որ apply են անում չի լինում, դռներ են փակվում, չեն կարողանում փոխադրվենք, չեն կարողանում այս անենք, բավարար աշխատանք չունենք, ինչու են այս բաները պատահում։ Ինչ կարծում եք պատահարներ են սրանք։ Ոչ, պատահարներ չեն, քարայրներ են։ Դրանք բոլորը հպատակ են Աստծո գերիշխան նախասահմանյալ հրովարտակին, եւ որ առանց դրա հրովարտակին ոչ մի բան տեղի չի ունենում։ Նպատակ են հետապնդում։ Նա բոլոր բաների վրա, բոլոր եղելությունների վրա տիրապետ է, he's reigning over everything that takes place, everything in your life. Don't you ever think that there is something by chance. There is nothing by chance. And the fact that you're here is not by chance either. Նա կառավարիչ է, նա գերիշխան է։ Հռոմեացիս 8:28-ի մեջ նրա գերիշխանությունը հաճելի է մեզ համար։ Տեսեք, երբ ասում են գերիշխան է, ոմանք վախենում են Աստծուց։ Սարսափում են, կարծում են գերիշխան ասելով, այսինքն Աստված այդ մեծ հսկա հուժկու giant-ն է, որ մեծ baseball bat ունի, եւ baseball bat-ը առել է եւ փորձում է պատրաստ է որ տա մեր գլխին սպանի։ Ու մուզիկարիան, ոչ Աստված այդպեսին չէ։ Աստված այդպեսին չէ։ Դա սատանայի սուտն է։ Աստված գերիշխան է, բայց նույն պահին Աստված ողորմարար է, շնորհալի է, գթառատ է, խնամարար է։ He takes care of his own, especially his own. He actually takes care of all the sinners. Որ ամեն օրն հայոյում են։ Մեղավորները ամեն օր Աստծուն բարկացնում են, բայց Աստված տալիս է նրանց հացը, ջուրը, կերակուրը, արևը, անձրևը, nature-ը, գեղեցկությունը, փափկությունը, ամեն բան։ Ու հետ են դառնում Աստծուն, ասում են չկաս։ Տեսեք, մեզ հանդեպ, հավատացյալներիս հանդեպ այս գերիշխան Աստվածը որքան հաճելի է, որքան վայելիք է։ Turn to Romans 8:28. Հռոմեացիս 8:28-ի մեջ ինչ են կարդում։ Այս բարձրյալ Աստծուն, ովքերս ապավինել ենք, Աստված ասում է, գիտենք, մենք գիտենք, հավատացյալներս, նրանքս ով Աստծուն
վստահել ենք, գիտենք, թե Աստծուն սիրողների համար, ով է Աստծուն սիրողները։ Հավատացյալներն են, փրկվածներն են, Հիսուսով փրկվածներս ենք։ Բոլոր բաները մի բան դուրս մնաց, accident-ը դուրս մնաց, անկործությունը դուրս մնաց, ոչ մի բան դուրս չմնաց։ Բոլոր բաները, բոլոր պարագաները, երիտասարդությունը, ծերությունը, առողջությունը, հիվանդությունը, հարստությունը, ունչունևորությունը, դժվարությունը, you name it. There's a huge catalog of բոլոր բաները։ Բոլոր բաները գործակից են լինում, they are working. Գործակից են լինում դեպի ինչ, what's the aim? Դեպի բարին, որ նախասահմանելով կանչված ենք։ Մենք կանչված ենք։ Մեր կյանքի համար նախասահմանյալ ծրագիր կա։ Եվ այս բոլոր բաները այդ մեքենայի մեջ են։ Այդ ժամացույցի մեջ են։ Դավիթը թեպետ Աստծուն բարձրյալ գերիշխան, ամենակալ, ամենակարող, ամենատեր է դավանում, ուղիղ է, բայց նույն պահին չի մոռանում, որ մեր այս գերիշխան բարձրյալ Աստվածը, որ մեզանից շատ բարձր է, բարձրյալ է ասում իրեն։ Most high անգլերենով։ Մեզանից շատ տարբեր է, Լութերն ասում է the otherness of God։ Մեզանից ուրիշ է, մեզանից շատ վեր է, Դավիթը չի մոռանում, որ այս Աստվածը նաև շատ մոտ է մեզ։ Նա մեզ լսում է, երբ որ մենք նրան կանչում ենք։ Ինքը բարի լինելով, նաև բարի է անում դեպի մեզ, հոգատար է մեզ համար, ապահովություն է խնամում մեզ, մեր բոլոր կարիքները հոգ է տանում, մեր առօրյա հացը մեզ տալիս է, դրա համար Տերն ասեց, երբ աղոթք եք անում, ասեք, Հայր մեր, որ երկինս է, սուրբ եղիցի անուն քո կարգ, ինչ ասեց, հանապազորդ հացի համար ասեց, Աստծուն փառք տանք, շնորհակալություն հայտնենք։ Հանապազորդ, այսինքն ամեն օրվա հացը։ Մեր ամեն օրվա նույնիսկ հաց ու ջուրի համար Աստծուն փառք ենք տալիս, ինչու, որտեղ ինքն է տալիս մեզ։ Մեր Աստվածը մեր երկնավոր Հայրն է։ Մեզ սիրում է, մեզ խնամում է, մեզ պահում է, մեզ պաշտպանում է, մեր կարիքների ճոխությունից տալիս է եւ մեզ հանդեպ բարի անում։ Այս ասելը, երբ որ եկեղեցու մեջ ենք, երբ որ checking account-ը մի քիչ դրամ կա, երբ որ բոլոր credit card-երը վճարված են, երբ որ մեքենան accident չի եղել, երբ որ երեխաները հաջող են, երբ որ երեխաները հնազանդ են, երբ որ տունը տեղ, ամեն բան տեղն է, այսպիսի ասելը շատ հեշտ է։ Անշուշտ բոլոր հավատացյալները այսպես կասեն։ Բայց նայեցեք, Դավիթը այդպիսի վիճակում չէր։ Դավիթը քարանձավի մեջ կյանքը վտանգված վիճակում է այս ասում։ Ուրեմն դասը մեզ համար շատ հստակ է։ 3-ից 4 համարների մեջ Դավիթը իր հավատքը այս ամենակալ Աստծո վրա դրած բացատրում է, թե այս Տերը, որ գերիշխան է, խնամարար է, եւ ես նրան եմ ապավինում, իմ հավատքս այս կյանքի համար դրել եմ նրա վրա, ինչպես է աշխատում։ How does he work this all out? Ինչպես է գործում։ Երբ որ ես նրան աղաչում եմ ողորմիր ինձ, ինքը ինչ անում ի հանդեպ։ We need to understand this. Otherwise, who are you going to believe? Why are you going to believe? How are you going to believe? Տեսեք։ Նա ասում է։ Նա, այսինքն Աստված, երկնքիցը կուղարկե եւ կփրկե ինձ, սելա։ Եթե մենակ այս համարն առնենք, շատ վերացական է թվում, it's so out of touch։ Այսինքն ինչ երկնքիցը կուղարկե, Աստված ո երկնքից հաց չուղարկում մեզ։ Ես եմ գնում աշխատանքի։ Աստված ո երկնքից չվանով դրամ չուղարկում ինձ։ Ինձ եմ տալիս paycheck-ը։ What do you mean երկնքիցը կուղարկե եւ կփրկե ինձ։ Եվ ասում է նա ամոթ կանի նրան, ով ուզում է ինձ կուլ տալ։ Ավելացնում է Աստված ուղարկում է իր ողորմածությունը եւ ճշմարտությունը։ Նկատի առեք, որ բոլոր այդ բարիքները, որ մենք վայելում ենք, պաշտպանությունը, ապահովությունը, խնամքը, հոգացությունը եւ այլն, ազատությունը, փրկանքը, գալիս է երկնքից Աստծուց,
ծայրագունաբար, ultimately, it comes from the Lord. Ինքն իրեն բաներ չեն պատահում։ Այդպես չէր, որ բախտի բերմամբ դու գործ գտար։ Բախտի բերմամբ ոչ մի բան չի պատահում, որտեղ բախտի բերմամբ գոյություն չունի։ Պատճառը, որ մարդիկ բախտ են ասում, այն է, որ նրանք հավանականությունը, մաթեմատիկային հավանականությամբ են ուզում բացատրել այն ինչին, որ չեն կարողանում հավատալ Աստծուն։ Եվ դրա համար ասում են բախտի բերմամբ։ Բախտի բերմամբ չէր, որ դու ճշմարտությունը լսեցիր, փրկվեցիր։ Բախտի բերմամբ չէր, որ այսօր եկեղեցի եկար, Աստծո խոսքը լսում ես։ This is part of God's plan. Երկնքից ուղարկված, երկնքից կարգված. This is a divine thing. Որ մենք անում ենք, լսում ենք, խոսում ենք, ապրում ենք, գործում ենք, աշխատում ենք, զավակներ ունենք, ընտանիք ունենք, դպրոց ենք գնում, թեստ ենք տալիս, անցնում ենք եւ այլն. These are all divine interventions. Երկնքից է գալիս մեր բոլոր բարիքները, որտեղ Հակոբու մեջ կարդում ենք ամեն բարի տուրք, everything good that is being given to us. Գալիս է ուրտեղից։ Լուսո հորիցը երկնքում, որի մեջ փոփոխության կամ դարձվածքի շուք անգամ չկա. There is no shadow of turning in him. He is so dependable. Այնքան վստահելի է. Այնքան անփոփոխ է. Այնքան հաստատ է. Հավիտյանից մինչև հավիտյան նույնն է. Չի փոխվում. Դրա համար մենք ապավինում ենք, հուսացած ենք ու կհուսանք էլ։ Մինչև որ այս չարիքներն անցկենան։ Աստված Դավիթին եւ Դավիթի օրինակով Քրիստոսի եւ Քրիստոսի եկեղեցուն երկնքից հասցրած իր աստվածային խնամարարությանն է մեզ ուշադրություն դարձնում։ Ասում է, թե ողորմություն եւ ճշմարտություն ուղարկելով է, որ մեզ ազատում է, փրկում է։ Հավատացյալներիս համար Աստծո երկնքից ուղարկած ողորմությունը եւ ճշմարտությունը ինչպես է աշխատում։ Աստծո ողորմությունը չի տալիս մեզ այնինչ, որին արժանի ենք։ He doesn't do to us what we were worthy of. Մեզ ողորմում է, մեզ չի պատժում, որտեղ մենք սխալներ ենք անում, որ պետք է մեռնենք այդ սխալների համար։ Բայց Աստված չի պատժում մեզ, ողորմում է մեզ։ Մեկը հարցրեց այսօր, թե ինչու մեղքը աշխարհ մտավ։ Մեկ պատասխան միան կարող եմ ասել, որպեսզի մենք մեղավոր մարդիկս Աստծո ողորմությունը հասկանանք, այսինքն ինչ։ Ողորմություն, խեսեդ, այսինքն չստանալ այն ինչին, որ մենք արժանի ենք։ Նաև Աստված իր ողորմության հետ տալիս է իր ճշմարտությունը, the truth։ Աստծո ողորմությունը մեզ Աստծուց վերստին ծնունդ տվավ։ Հիսուսի փոխանորդական կյանքին վստահելու, հավատալու, ապավինելու կարողություն տվավ։ Եվ մենք հավատացինք, հավատքի միջոցով Հիսուսի արժանիքով վերստին ծնունդ ստանալով փրկվեցինք։ Մեր մեղքերի պատիժից ազատվեցինք, երկնքի ճամփորդ եղանք, Հիսուսի ուղղարարությունով ծածկվեցինք, that's right։ Եվ սա ուղարկվում է սա Աստծուց։ Բայց դրա հետ նաև տալիս է Աստված ճշմարտությունը։ Աստված երկնքից տվավ մեզ ու տալիս է մեզ ինք ճշմարտության հոգին մեծատար հյով։ Բոլոր հավատացյալների մեջ, բոլոր փրկվածների մեջ Սուրբ Հոգին ներբնակվում է, գալիս մտնում մեր հոգու մեջ հոգևոր միություն է կազմվում։ Եվ մենք այդ ճշմարտության հոգին մեր մեջ ունենք, եւ նաեւ մեզ տվավ ճշմարտության խոսքը, երբ որ ճշմարտության հոգու հեղինակած ճշմարտությունը կարդում ենք, այդ հոգին, այս խոսքը մեզ համար հոգի ու կյանք է անում։
կերակուրի պես անում, մեզ սնում է, մեզ աճեցնում է, մեզ հոգևորապես մեր հավատքը սկսում է ծաղկել, սկսում է ծառ ու ծաղիկի պես ծիլ ու ծաղիկ տալ։ Ավելի ենք պնդանում մեր հավատքի մեջ, ավելի ենք համոզվում, ավելի ենք նվիրվում, ավելի ենք ապավինում, դրա համար Դավիթի պես կարող ենք ասել. հուսացած եմ եւ կհուսամ էլ։ Նույնիսկ երբ որ նեղության մեջ ենք։ Մի խոսքով նեղությունները գործիքներ են, որ Աստված իր ողորմությունը եւ ճշմարտությունը մեր մեջ տեղադրելով գործնական է դարձնում։ It brings it to work. Makes it practical every day. Երբ որ նեղության մեջ ենք ընկնում, հավատացյալներս անմիջապես աղոթք ենք բարձրացնում։ Ո՞վ է մեր աղոթքները տանում Աստծո գահին բարձրացնում։ Աստծո հոգին։ Այն բանը, որ մենք չենք կարողանում ճշմարտապես եւ ուղիղ կերպով բացատրենք, Աստծո հոգին անբարբար ձևով, այսինքն առանց հնչյունների, առանց մեր լսելուն, առանց մեր խառնվելուն դրա հետ։ Այն բանը, որ մեր բերանից ու մեր մտքից չի կարողանում ուղիղ դուրս գա, Աստծո հոգին անբարբարաբար Աստծո գահին է ներկայացնում եւ Տեր Հիսուս մեզ համար բարեխոսում է եւ Հայր Աստված լսում է, որպես ժամանակին օգտակար լինի, ինչպես կարդում ենք Հակոբու նամակի մեջ։ Նաեւ մենք աղոթում ենք հենված Աստծո խոսքի ճշմարտությանը, երբ որ նեղության մեջ ենք։ Հիշում ենք, որ Աստծո խոսքը ճշմարիտ լինելով չի կարող մեզ սխալեցնել։ Ուրեմն, եթե Հովսեփի պարագային, Մովսեսի պարագային, Երեմիայի պարագային, Եսայի պարագային, Պողոսի ու Պետրոսի ու Հովանեսի ու Հակոբոսի պարագային Աստված այդպես վարվեց, իմ պարագայից էլ նույնպես է վարվելու։ Ուրեմն ես վստահում եմ այս ճշմարտությանը։ Դրա համար ես կարող եմ քարանձավի մեջ իմ հավատքիս օրհնությունը վայելել այս կյանքում։ Եվ Աստծուն ասել. բարձրացիր ով Տեր, բոլոր երկրի վրա, թող բոլոր ազգերը տեսնեն քո փառքդ։ Աստված իր խոսքի մեջ մեզ ասում է առաջին Կորինթացիցի մեջ, թե խաչի քարոզությունը կորածների համար է հիմարություն, բայց մեզ համար Աստծո զորությունն է։ This is how մեր հավատքը զորանում է։ 4-րդ համարում կարդում ենք, թե Դավիթ իր թշնամիներին առյուծի է նմանեցնում, որոնք պատրաստ են իրեն կտոր անել, նրանց բոց փչողների եւ նրանց լեզուն սրած սրերի ու թրերի է նմանեցնում։ Եվ այս նմանություններով ուզում է հասկացնել, թե աշխարհի եւ չար մարդկանց սուտ խոսքերը, սուտ վկայությունները, նրանց դեմ մեր դեպ եղած նախատինքները ցավեցնող են, մեզ խոնարեցնող են, մեզ ցածրացնող են, մեր ինքնարժանությունը սպառող են։ Հիսուսի դեմ էլ շատեր այսպես հայություն արարեցին։ Հիշում եք Հիսուսին ինչեր ասեցին։ Աչքերը կապեցին եւ ապտակեցին, ասացին, եթե Աստծո որդին ես, ասա քեզ ով ապտակեց։ Come on։ Ասացին, որ ես որ ինքը Աստծո որդի էր, ասում ինքն իրան տես խաչի վրա ոչ կարողանում է իրան ազատի ոչ էլ նրանց։ Եթե իրական Աստծո որդի ես, արի ցած խաչից։ Այսօր ասողները կան այդպես, չէ՞։ Ով է եկել երկնքից, որ ես երկնքին հավատամ։ Եվ ամենավատը, երբ որ նրան ձերբակալեցին, բոլոր ժողովուրդը նրան բոռում կանչում էին. խաչիր դրան։ Դավիթն ասում է, թե Աստված իր երկնքից ուղարկած ողորմությունով եւ ճշմարտությունով այդ ամենին ամաչանքի կնստացնի, բոլորին խայտառակ կանի եւ արել է արդեն մի ձևով։ Նրանց սխալներն ու ծռությունները մեկտեղ կհանի։ Աստծո խոսքի ճշմարտության համեմատ եւ Տիրոջ խոսքի հնազանդ կյանքով մեր վարքն ու բարքը, մեր խոսքն ու արտահայտությունները մեր թշնամիներին եւ նախատողներին պապանձեցնում է։ Ուղարարի դեմ սուտ վկաները, անիրավություն անողները, թակարդ լարողները, նույնիսկ հենց ինքը ստության հայր սատանան ու իր հետևորդները երկնքից եկած ճշմարտությունով խայտառակվում են։
պապանձվում են, նրանց գլուխը ճախճախվում է, նրանց լարած թակարդները հենց իրենց դեմ են դառնում։ Այս նույնը կատարվեց, երբ որ Հիսուս խաչի վրա մեռավ, քարի մեջ թաղվեց, գերեզմանում դրին եւ գերեզմանն էլ քարով ծածկեցին ու կարծեցին, որ վերջացանք բրծանք է Հիսուսի ձեռից։ Օխե, էլի մա ոչ մեզ չի անհանգստացնի։ Վերջացավ։ Փարիսեցիները ասին, բրծավ, ազատվեցինք, հիմա գնանք ինչ ուզում ենք անենք։ That's what they thought. Այդ իրենց լավ զգացումը մենակ 2 օր տևեց։ Երրորդ օրը եկան տեսան ինչ։ Քարը գլորված, վարշամակը ծածկված, կտավները այնպես կային, քքունի պես, Հիսուսը չկար։ Հիսուսը չկար։ Իրար անցան։ Բա ինչ անենք, ասենք եկել են մարմինը գողացել են, որ մենք խայտարակ չենք։ Արդեն խայտարակ լինելու սկսվեց։ Հավիտենապես պապանձվեցին, երբ որ Հիսուս հայտնվեց։ Նամանավանդ, երբ որ Հիսուս երկինք սլացավ։ Կողոսացիս 3:12-ի մեջ ասո խոսքը մեզ ասում է, որ մեր փրկության գործով, երբ որ մենք փրկվեցինք, մեզանից ամեն մեկը, երբ որ փրկվեց, ամեն մի հավատացյալ, երբ որ փրկվեց, սատանան խայտարակվեց։ Տեսեք 3:12-ի մեջ Կողոսացիս Colossians 3:12 թաղվելով նկատի ունի մեր մկրտությունը, ջրային մկրտության։ Թաղվելով նրա հետ մկրտությունով, որով հարություն էլ արիք, we already are resurrected, նրա հետ Աստծո ազդեցության հավատքով, այսինքն այն հավատքը, որ Աստված է ազդեցիկ անում մեր մեջ։ Հավատքը մենք մեզանից generate չենք անում։ Զգացումներով չի, որ մենք մեզ հավատալ ենք տալիս։ Ոչ։ Մենք մեզ այդպես չենք psychologically կամ մեր հոգեբանական ձևով մենք մեզի համոզեցնում, որ հավատանք։ Ոչ, հավատքը Աստված է տալիս։ Նրա ազդեցիկ անելով, հավատքը վերստին ծննդյան արդյունք է, նվեր է, պարգև է, որ Տերը տալիս է նրանց, ում նա վերստին ծնում է, նրանց մեջ փոփոխություն առաջացնում։ Եվ երբ որ մենք հավատում ենք, որ Հիսուս հարություն առավ մեռելներից, մի ժամանակ, որ մեռած էիք մարմնի անթլպատությունում, այսինքն մեղքերի մեջ մեռած վիճակում էինք հոգևորապես, նա կենտանեցրեց մեզ բոլոր մեր մեղքերը մեզ շնորհելով, մեր բոլոր մեղքերը մեզ ներեց։ Հետո ինչ եղավ։ Ահա խայտարակության ընթացքը, չարի խայտարակության, ջնջեց մեր մեղքի մուրհակը, the mortgage bill, վերջացավ, մեզ հակառակ ծերակիր հրամաններով, չարի հրամանով, Աստված էր հրամայել, որ մեղքը պատժվի և չարի հետ կորենք, այդ հրամանը ջնջվեց, Աստծո պետք եղած դիմանդը կատարվեց, որ մեզ հակառակ էր, դրան մեջտեղից վեր առավ, խաչափայտի վրա բևեռեց, մեր մեղքերի մուրհակը խաչափայտի վրա վճարված համարվեց, իշխանություններին և պետություններին մերկացնելով։ Գիտեք, երբ որ մեկը մերկ լինի, ամանչում ենք անմիջապես, խայտարակ է, խայտարակություն թե մեկը մերկ փողոցում քայլի, right? Ամոթ է։ Տերն ասում է, որ մենք փրկվելով չարը իշխանությունները, չարի իշխանություն, խայտարակվեց, ամոթ եղավ իրենց, պապանձվեցին, խայտարակեց, են էլ հայտնապես խայտարակեց, այդ են չէր, որ գիշերով մենք փրկվեցինք, ոչով բան չիմացավ, ոչ, և ասում են նրանց հաղթանակեց իր մեջ, ուրեմն, հավատքով Հիսուսի մեջ լինելը մեզ համար այս կյանքի մեջ օրհնություն է, որտեղ չարը մեր փրկությամբ, մեր հավատքի միջոցով եղած Աստծո շնորհքը, որ ստացել ենք, խայտարակվեց, պապանձվեց։ Մեր վրա այլևս demand չունի, ստանալիք մեզանից բան չունի։
Մեր պարտավճարը վճարվեց։ 5-րդ համարում Դավիթը Աստծուց ստացած երկնքից ուղարկված այս աստվածային ողորմության եւ ճշմարտության միջոցով հավատքով քաջալերված հիմա մարգարեական հոգիով է խոսում եւ ասում է բարձրացիր ով Աստված երկնքի վրա քո փառքը ամեն երկրի վրա լինի։ Ինչի մասին է խոսում Դավիթ։ Այո, Դավիթ փառք է տալիս Աստծուն, մեծարում է, բայց մարգարեական ոճով նա մարգարեանում է Հիսուսի հարությունը։ Բարձրացիր, այսինքն ինչից բարձրանալ։ Քարանձավի միջից։ Բարձրացիր ով Աստված երկնքի վրա քո փառքը ամեն երկրի վրա լինի, այդպես եղավ։ Դավիթը փառքով Տիրոջը երգում է, սաղմոսով մեծարում է նրան եւ իր հերավոր իմաստով Հիսուսի հարությունն է մարգարեանում։ Այն Հիսուսը ով թեպետ մահվան քարայրի մեջ էր, այն գուբից նա բարձրացավ։ Աստված է։ Ամեն բան նրանով եղավ, առանց նրան ոչ մի բան չեղավ, ինչ որ եղավ։ Աստծո իմաստուն ճարտարապետն էր, Առակաց 8-ի մեջ ասում է, ես նրա կշտին ինչ էի, ճարտարապետն էի։ Հիսուսով եղավ ամեն բան։ Ուրեմն Դավիթը նրան Աստված է կանչում։ Ծննդոցի մեջ, երբ որ Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց, Հայրը այնտեղ էր, Սուրբ Հոգին շրջում էր, Հիսուս ուր էր։ Հիսուս էլ այնտեղ էր։ Որտեվ ամեն անգամ որ մի բան է լինում, այդ եղելությունը Աստծո խոսքով է լինում։ Աստված խոսեց, ասեց եւ եղավ։ Աստծո լոգոսն է, արտահայտությունն է, խոսքն է, բանն է։ Ուրեմն Դավիթը Հիսուսի մասին մարգարեական լեզվով, թեպետ իր կյանքն է բացատրում, ինքը չի անդրադառնում, որ մարգարեություն անում, բայց մարգարեություն անում։ Հազարավոր տարիներ հետո այդ մարգարեությունը կատարվեց Հիսուսի կյանքի մեջ։ Երբ որ Տերը հարություն առավ, նրա տեսնողները Հիսուս Աստծուն փառք տվին։ Նրա աշակերտները անդրադարձան, որ հիրավի նա Աստված որդին է, աշխարհի փրկիչն էր։ Էմաուսի վրայի ճանապարհի աշակերտները անդրադարձան, որ դա Տերն էր, որ խոսում էր իրենց հետ։ Համբարձման պահին հրեշտակը շվարած աշակերտներին ասեց. «Ինչ եք շվարել։ Այս Հիսուսը, որ այսպես գնաց ամպերով, այսպես էլ պիտի վերադառնա»։ Ուրեմն սիրելիներ, տեսնում ենք, որ մեր հավատքը Հիսուսի վրա նվիրված, Տիրոջ վրա դրված, նրա հետ միացած, այս կյանքի մեջ նույնիսկ, եթե նույնիսկ մնան քարանձավների մեջ, մեզ Աստծուն փառք տալու է մղում։ Տիրոջը ճշմարտությունը եւ ողորմությունը վայելելու է մղում։ Մեր ունեցած ապաստանը, մեր ապավենը զորանում է, ավելի խորն է գնում։ Եվ որչափ ավելի խորանում է, այնքան ավելի մենք հաստատուն ենք կարողանում կանգնենք։ Այստեղ ես կանգ պիտի առնեմ Սաղմոսի մեկնաբանությունից եւ մի քանի գործնական կետերի պիտի անցնենք։ Հաջորդ մասը կալ անգամ կսերտենք ապագայի հավատքի մասին։ Որ առաջին դասը, որ սովորում ենք այս Սաղմոսը ընթերցելիս, հիշելու ենք, որ մեզանից ոչ մեկս ենք թագավորը, բարձրյալը, բայց բոլորս էլ մեր թագավոր Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցուն եւ նրանով ողորմածների շարքին ենք։ Եվ այս հավատքը երկնքից մեզ վրա տեղացնում է Աստծո ուխտային բարիքները, all the covenant blessings։ Այն ուխտը, որ Աստված արել էր, եւ այդ ուխտի համաձայն կային բարիքներ։ Հիսուսի մեջ եղողներից Աստված տեղացնում է այդ ուխտային բարիքները, the covenant blessings։ Եվ մենք այդ խմբին պատկանողներն ենք։ Կարդացինք Հռոմեացիս 8-ի մեջ։ Հիշելու ենք, որ Քրիստոսի մեջ լինելով հավիտենապես ապահով ենք։ Նույնիսկ եթե այս կյանքի մեջ նեղություն էլ որ ունենանք, եթե նույնիսկ մեր կյանքը մեզանից խլվի էլ, մենք տակավին Քրիստոսի մեջ ապահով ենք։ Քրիստոսի հետ եւ Քրիստոսի մեջ լինելը նշանակում է, թե նրա հետ քարայրում էլ որ լինենք, նաև նրա հետ պիտի բարձրանանք։
Ինչպես առաքյալն ասում է, եթե նրա մահվան ու չարչարանքներին մասնակից ենք, ապա նրա հարության էլ ու փառքին էլ մասնակից կլինենք։ Եվ պետք է անդրադառնանք, որ Հիսուսի մեջ լինելն է մեր միակ փրկության հույսը, ուրիշ հույս չկա մեզ երկինք գնալու։ That's our only hope out of our misery. Christ and Christ alone. Երկրորդ դասը։ Մինչ այս Սաղմոսի առաջին համարի վրա ենք մտածում, հիշելու ենք, թե մենք շարունակաբար Աստծո ողորմության եւ շնորհքին կարոտ ենք։ Այդ չի, որ ես 50 տարի առաջ ապաշխարեցի եւ ամեն կիրակ եկեղեցի եմ գնում եւ էլ հիմա I'm immune։ Ոչ մի բան չի ազդում։ Կարիք չունեմ Աստծուն այտենց վստահել, ինչ որ այն ժամանակներն է առաջ վստահում։ Այն ժամանակ երիտասարդ էի ավելի մեղքեր կային արջևս։ Հիմա էլ ծերացել եմ, հիմա այդքան Աստծուն վստահելու կարիք չունեմ։ Ոչ։ Տարբերություն չի անում։ 10 տարեկան ես կամ 100 տարեկան ես։ Doesn't matter։ Մենք ամեն օր Աստծուն վստահելու կարիք ունենք։ Ամեն օր նրան ապավինելու կարիք ունենք։ Մենք շարունակաբար նրա մեջ կանգնելու կարիք ունենք։ Տերը հավատացյալներից փրկեց ոչ թե մեկ անգամ նրան վստահելու համար, այլ մեզ փրկեց մեկ անգամ վստահելով, բայց շարունակաբար վստահելու։ Հավատացյալներս այս երկրավոր կյանքի մեջ մեր նեղությունների մեջ հարատևության դասը պետք է սովորենք։ Հարատևել, այսինքն persevere, to stick it out, մեկ խոսքով։ Որովհետև Տերը հավատացյալներից մասին Մատթեոս 24:9-ի մեջ ասեց, Matthew 24:9, այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն եւ ձեզ կսպանեն։ Իմ անվան համար ամեն ազգերից ատված կլինեք։ Եվ այն ժամանակ շատերը կքայթակեն եւ իրար կմատնեն իրար, կատեն իրար։ Եվ շատ սուտ մարգարեներ դուրս կգան։ Եվ շատերին կմոլորեցնեն։ Եվ աներության շատանալու պատճառով շատերի սերը կսարճի, բայց ով որ մինչև վերջը համբեր է։ Հայերեն բառը համբերել ուղիղ չի։ Համբերել, այսինքն մեկ իջել սպասեմ, ոչի չանեմ, մեկ չել սպասեմ։ No, սպասելու մասին չի խոսքը։ Հարատևելու մասին է խոսքը։ There is a difference between waiting, being patient, versus to persevere. Համբերելը կրավորական է, passive է։ Persevere, դիմակայելը, հարատևելը ակտիվ է, գործակատար է։ Դու բան ունես անելու։ Գործ ունես անելու։ Ուժ պետք է վատնես։ Ժամանակ պետք է տնես, դիսցիպլին է կարիք։ Ուրեմն ով որ մինչև վերջը հարատևի, նա կփրկվի, նա կազատվի։ Նկատի առնելու ենք, թե մեր փրկությունը մեր հարատևության հիման վրա չի, բայց մեր հարատևությունը մեր փրկության ընթացքի մի մասն է։ Չէ կարող չհարատևենք եւ ակնկալենք, որ փրկված ենք։ Չհարատևողների փրկությունը մեծ հարցականի տակ է։ Բոլոր իրական վստահ փրկվածները կհարատևեն Աստծո շնորհքով։ Եթե չես սովորել հարատևելու դասը, կսովորես։ Մեծ հայրս ասում էր, որ ոչ լվիցե ունկամբ, լվիցե թիկամբ։ Այսինքն եթե ականջով չսովորեցիր, թիկունքով կսովորես։ Don't worry about it. Ավելի ականջով սովորենք, քան թե թիկունքով։ Նկատի առնենք, թե բոլոր Քրիստոսով իրական փրկյալներս Աստծո շարունակական այդ հարատևության կարիք ունենք։ Եվ դա հնարավոր է մեզ, որտեղ Աստծո Սուրբ Ոգին մեր մեջ է ապրում։ Երրորդ եւ վերջին դասը։
Այն է, որ մենք հավատացյալներս երբ որ նեղությունների ենք մատնվում, surprise լինելու չենք։ Զարմանալու չենք, էս էր պատահավ ինձի։ Լավ, միթե ինչ, դու ես աշխարհից մի քիչ ավելի բարձրորակ վիճակում ես, որ քեզ չպիտի պատահեր, որտեղ փրկված ես, ոչ։ Don't be surprised. Երբ որ դժվարություններ են գալիս, don't act like it should have never happened to you. Այնպես մի ձևացնեք, որ սրանք երբեք մեզ պետք չէ պատահեին, որտեղ հավատացյալ ենք։ Ոչ, ճիշտ հակառակը։ Տեր մեզ ասեց, Հիսուս ինքն ասեց, աշխարհում նեղություն, ինչ, կունենաք, ասենց ավելի հեշտ հասկանալու համար։ Մի բան չհասկացանք ստեղ, չէ շատ հեշտ է հասկանալը։ Աշխարհում նեղություններ կունենաք։ Բայց քաջացեք, քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ That's the key. Ուստի մենք մեր ամենօրյա հենումը, ապավինումը, մի խոսքով հավատքը եւ այդ հավատքի էսանսը, այդ հավատքի քաղցրությունը, հավատքի օրհնությունը վայելելու համար մենք մեր հաղթական եւ հարուցյալ Տիրոջը վրա ենք ապավինում եւ քաջանում ենք այդպես։ We need to be bold, brave. You need to be braced. Պետք է քաջացած լինել, հավատալով թե նրան ում մենք հավատացել ենք, նա մեզ կպահի մինչև վերջի օրը, Աբենեզեր կլինի, նա որ մինչև այստեղ մեզ բերավ, նաև կշարունակի մինչև վերջնական օրը, որպեսզի մենք կարողանանք Փրկչի վրա մեր ունեցած հավատքը այս կյանքի մեջ վայելենք, աղոթենք։ Փառք ենք տալիս քեզ Տեր, շնորհակալ ենք, որ դու քո աստվածային միջոցներով մեզ հավատալու կարողություն տվիր, քեզ ապավինելու, քեզ վստահելու։ Եվ հիմա էլ ով Տեր, թեպետ նույնիսկ երբ անցնում ենք մահվան շուկի ձորի մեջից, պարագաներ են լինում, որ նեղության մեջ ենք ընկնում, քարայրի նման սահմանափակվում ենք, շրջափակվում ենք։ Դու բարձր ես ով Տեր, դու ամեն բանի վրա գերիշխան ես, մենք քեզ ենք նայում եւ հավատքով զորանում, որտեղ մեր հավատքը ոչ թե միայն հավիտենական կյանքի համար, այլ նաեւ այս կյանքի համար մեծ խոստումներ եւ հրաշալի վայելքներ ունի։ Խնդրում ենք Տեր շարունակես քո խոսքի ճշմարտությունով եւ քո ողորմությունով այցելել մեզ, քաջացնել մեզ, պատասպարել մեզ եւ մեզ գահավորել, որպեսզի այս կյանքի ընթացքում ինչ էլ որ կա, ինչ էլ որ լինի, քեզ բարբերենք Տեր Հիսուսյանով։ Ամեն։